Գլխավոր դատախազությունը 2025-ի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել Հայաստանի արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, մեղավոր ճանաչելով նրան 18/04/2003-ին ընդունված քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Մեղսագրված արարքները վերաբերել են Թովմասյանի կողմից արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024-ի սեպտեմբերի 20-ի դատավճռով մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին 18/04/2003-ին ընդունված քրօրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ երկու դրվագ եւ նրան ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետները 2019-ին անցած լինելու պատճառաբանությամբ։ Դատավճռի դեմ դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք արարքների վերավորակման եւ վաղեմության ժամկետի կիրառման մասով, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ, խնդրելով ճանաչել Թովմասյանի անմեղությունը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025-ի սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացնել բողոքները մերժելու եւ դատավճիռը անփոփոխ թողնելու մասին։ Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանի 2025-ի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ գլխավոր դատախազը, մեղադրյալը եւ նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026-ի փետրվարի 12-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը 2026-ի փետրվարի 12-ից մտել է օրինական ուժի մեջ։